Եկեք անկեղծ խոստովանեք, ինչ միտք է ձեզ ամենից հաճախ այցելում երեկոյան ժամը 10-ի կողմերը, երբ դուք արդեն գիշերազգեստով եք, հեռուստացույցը միացված է, իսկ փուլում հանկարծ սկսում է դավաճանաբար գրմռալ։ Ճիշտ է։ Իսկ չխմեմ արդյոք մի բաժակ մածուն։ Եվ ձեռքն ինքնաբերաբար վստահորեն ձգվում է դեպի սառնարանի դուռը։ Չէ՞ որ մեզ ամբողջ կյանքում այդպես են սովորեցրել։ Քնելուց առաջ մածուն խմելը սուրբ բան է։ Դա երկարակեցության, երկաթբետոնյա առողջության, հանգիստ քնի և թեթև արթնանալու բացարձակ գրավականն է։ Այս սովորությունը մենք յուրացրել ենք, կարելի է ասել, խորհրդային ժամանակների առողջարանային ճաշածանքի հետ։ Հիշեք, բոլոր պրոֆիլակտորիաներում, հիվանդանոցներում և հանգստյան տներում ուղիղ երեկոյան ժամը 9-ին բուժքույրը բերում էր սկուտեղը, նախշավոր բաժակներով։ Եվ մենք խմում էինք, խմում ու հավատում, որ հենց հիմա մենք առողջանում ենք ամբողջ ծրագրով։ Բայց արի ուտես, որ այդպես չէ։ Վերջին շրջանում բժշկագիտության մեջ իսկական հեղաշրջում է տեղի ունեցել։ Ավելի ու ավելի հաճախ են սկսել խոսել այն մասին, որ այս սիրելի երեկոյան արարողությունը մեր օրգանիզմի համար ամենաիսկական դանդաղ գործողության ռումբ է, և որ քնելուց առաջ մեկ բաժակ անմեղ մածունը դա ուղիղ և արագընթաց ճանապարհ է դեպի ավելորդ քաշ, առավոտյան այտուցներ, ճնշման հետ կապված խնդիրներ և նույնիսկ դեպի դիաբետ։ Ինչպես է ձեզ դուր գալիս իրադարձությունների նման շրջադարձը։ Դուք այն խմում եք հանուն առողջության, հույս ունեք օգուտ ստանալ, իսկ նա սերիկան կամացուկ քայքայում է ձեր օրգանիզմը ներսից։ Որտեղ է այստեղ կյանքի դաժան ճշմարտությունը և որտեղ են համացանցի հերթական սարսափներն ու հնարքները։ Այսօր մենք ձեզ հետ բառացիորեն մոլեկուլների կբաժանենք մածունով այդ բաժակը։ Ես կպատմեմ ձեզ այն, ինչի մասին շատ բժիշկներ պոլիկլինիկայում կարճատև ընդունելությունների ժամանակ ինչ-որ պատճառով համառորեն լռում են։ Մենք կվերլուծենք մեր ծերացող օրգանիզմի ֆիզիոլոգիան։ Այնքան պարզ և հասկանալի, որ դուք ինքներդ կդառնաք ձեր առողջության պրոֆեսորները։ Այնպես, որ հարմար տեղավորվեք, լցրեք ձեզ, դե առայժմ պարզապես մաքուր ջուր, իսկ այս խոսակցությունից հետո դուք ինքներդ կորոշեք, այսօր երեկոյան մածուն խմել, թե ավելի լավ է ձեռնում պահ մնալ։ Եկեք սկսենք ամենապարզ բաներից, որպեսզի չշփոթվենք տերմինների մեջ։ Ինչ է ընդհանրապես մեր աղիքը։ Դա պարզապես ինչ-որ ձանձրալի խողովակ չէ, որով ուտելիքը դուրս է գալիս։ Օնեջ, իմ սիրելիներ, դա հսկայական եռացող մեգապոլիս է, որտեղ ապրում են տասնյակ տրիլիոնավոր բակտերիաներ։ Գիտական լեզվով դա կոչվում է միկրոբիոմ։ Նրանք այնտեղ այնքան շատ են, քան մարդիկ մեր ամբողջ մոլորակի վրա։ Եվ նրանից, թե ով է իշխում այս մեգապոլիսում, լավ տղաները, թե վատ տղաները, կախված է աբսոլյուտապես ամեն ինչ ձեր առողջության մեջ։ Ձեր զարգայական ճնշումը, ձեր արյան մեջ շաքարի մակարդակը, ձեր իմունիտետը, ձեր հոդերի վիճակը և անգամ ձեր տրամադրությունն ու հիշողությունը։ Այո, աղիները մեր երկրորդ ուղեղն են։ Գիտությունն արդեն ապացուցել է, որ միկրոֆլորայի առողջությունից է ուղղակիորեն կախված այն, թե որքան արագ է ծերանում մեր ուղեղը և որքան երկար ենք մենք պահպանում պարզամտությունը։ Եվ ահա մեր սիրելի մածունը հենց այդ նույն լավ տղաների հզոր դեսանտն է։ Լակտոբակտերիաները, բիֆիդոբակտերիաները, օգտակար խմորիչային սնկերը պատրաստված պաշտպանների մի ամբողջ բանակ են։ Նրանք ընկնում են ձեր օրգանիզմի մեջ, այնտեղ խիստ կարգուկանոն են հաստատում, վռնդում են նեխող բակտերիաների տեսքով խուլիգաններին և մեզ համար կառուցում ամուր, անխոցելի իմունիտետ։ Բացի այդ, մածունը կալցիումի շքեղ աղբյուր է մեր ոսկորների համար, որոնք տարիքի հետ փխրուն են դառնում։ Դա հեշտ յուրացվող սպիտակուց է, որն անհրաժեշտ է մեր թուլացող մկանները պահպանելու համար։ Թվում է, թե խմիր այս մածունը լիտրերով և վայելիր կյանքը։ Իսկ որտեղ է այն ժամանակ թաքնված խորամանկությունը։ Իսկ խորամանկությունը, իմ ընկերներ, թաքնված է բացառապես օրվա ժամի մեջ։ Մարդու օրգանիզմը սննդի վերամշակման շուրջօրյա գործարան չէ։ Մենք ունենք մեր խիստ կենսաբանական ժամացույցը, այսպես կոչված ցիրկադային ռիթմերը։ Գիշերը մենք պետք է քնենք, և մեր ստամոքսը, մեր ենթաստամոքսային գեղձը, մեր հոգնած լյարդը, նրանք նույնպես ուզում են քնել։ Նրանք օրվա ընթացքում աշխատել են իրենց հերթափոխը և արժանի հանգիստ են պահանջում։ Իսկ ինչ ենք անում մենք։ Մենք լցնում ենք այս քնած, թուլացած ստամոքսի մեջ սառը, թթվաշ, յուղոտ մածուն և հրամայում ենք. դե աշխատիր, մարսիր։ Ստամոքսը տնքալով և վրդովելով արթնանում է։ Նա ստիպված է սկսել ագրեսիվ աղաթթու արտադրել։ Իսկ մենք չէ, որ այդ ժամանակ արդեն հորիզոնական պարկած ենք մահճակալին։
Եվ ահա այս թթուն մածունի հետ միասին սկսում է կամաց-կամաց, կաթիլ առ կաթիլ, հետ նետվել վերև, դեպի մեր կերակրափող։ Այստեղից էլ առաջանում է այն նույն առավոտյան այրոցը, անհասկանալի քորը կոկորթում, չոր հազը առավոտյան և տհաճ թթու համը բերանում։ Դուք մեղադրում եք տարիքը, էկոլոգիան, վատ թեյը, բայց դա ձեր գիշերային մածունն է ձեր ջերմ ողջույններ հղում։ Բայց այրոցը դեռ ծաղիկներն են։ Հիմա մենք կանցնենք ամենակարևորին։ Հիմա ես կասեմ առաջին հայացքից մի սարսափելի բառակապակցություն՝ ինսուլինային ինդեքս։ Մի վախեցեք, ես հիմա սա կբացատրեմ այնքան պարզ, որ կհասկանա նույնիսկ առաջին դասարանցին։ Մենք բոլորս շատ լավ գիտենք արյան մեջ շաքարի մասին։ Կերար արդյոք քաղցր կոնֆետ, մի կտոր տորտ կամ մի ափսե մակարոն, արյան մեջ շաքարը կտրուկ բարձրացավ։ Ի պատասխան դրան մեր ենթաստամոքսային գեղձը հրատապ կերպով արյան մեջ է արտանետում հատուկ հորմոն, որը կոչվում է ինսուլին։ Նրա գլխավոր խնդիրն է բռնել այդ ավելորդ շաքարը, ինչպես բեռնակիրը բռնում է պարկը, եւ արագ այն խցկել մեր մարմնի բջիջների մեջ, որպեսզի նրանց էներգիա տա կյանքի համար։ Իսկ եթե էներգիան չափազանց շատ է ստացվում, եթե դուք նստած եք հեռուստացույցի առաջ եւ չեք ծախսում այն, ապա ինսուլինը հոգատարությամբ պահուստավորում է այդ շաքարը, որտեղ ճիշտ է, ճարպի մեջ, մեր կողքերին, փորին եւ ներքին օրգաններին, այն չարաբաստիկ սևորի համար։ Եվ այսպես, երկար տասնամյակներ եւ բժիշկները եւ դիետոլոգները սրբորեն հավատում էին, որ այս ինսուլին հորմոնը ցատկում է միայն քաղցրավենիքից, ալրային սննդից եւ ածխաջրերից։ Իսկ հետո գիտնականները սկսեցին ստուգել կաթնամթերքը եւ ապշեցին զարմանքից։ Պարզվեց, որ մածունի, կաթնաշոռի, եփած մածունի եւ կաթի այս նույն ինսուլինային ինդեքսը պարզապես գերազանցում է սահմանները։ Այսինքն ուշադիր լսեք, մածունի մեջ գրեթե շաքար չկա, նա չէ որ թթու համ ունի, գլյուկոզան դրանից արյան մեջ չի բարձրանում, բայց ինսուլինը մեկ բաժակ սովորական մածունից հետո օրգանիզմում բարձրանում է ճիշտ այնպես ուժեղ, ինչպես քաղցր միկադո տորթի հսկայական կտորից հետո։ Ենթաստամոքսային գեղձը կաթնային սպիտակուցին արձագանքում է այնպես, կարծես դուք մի սար շաքարավազ եք կերել։ Իդեպ ընկերներ, եթե ձեզ դուր է գալիս այն, թե ինչպես ենք մենք այսօր միասին պարզ, անկեղծ եւ հասկանալի վերլուծում բժշկական այսպիսի բարդ անտառները, ապա ճիշտ ժամանակն է լայք դնել այս տեսանյութին եւ բաժանորդագրվել ալիքին։ Ձեր աջակցությունը շատ է օգնում ինձ անել ձեզ համար ել ավելի շատ այսպիսի մանրամասն եւ օգտակար վերլուծություններ, որպեսզի մենք միասին գնանք դեպի ակտիվ երկարակեցություն, առանց որևէ առասպելների, հաբերի, դատարկ բաների եւ վնասակար մոլորությունների։ Բաժանորդագրվեցիք, լայք դրեցիք, գերազանց է, ուրեմն շարունակում ենք մեր լուրջ խոսակցությունը։ Ինչու է մածունից առաջացած ինսուլինի այս թռիչքը դառնում իսկական աղետ հենց քնելուց առաջ։ Իսկ ահա թե ինչու։ Գիշերը, երբ մենք խորը քնած ենք, մեր օրգանիզմում մոտավորապես երեկոյան ժամը 11-ից մինչև գիշերվա ժամը 12-ը արտադրվում է կախարդական, անհավանական կարևոր սոմատոտրոպին հորմոնը։ Դա աճի, նորացման եւ երիտասարդության հորմոն է։ Փոքր երեխաների մոտ այն պատասխանատու է նրա համար, որ նրանք հասակ առնեն, իսկ մեզ մոտ, մեծահասակներիս մոտ, ովքեր արդեն շատ անց են 50-ից, այս հորմոնը կատարում է ամենակարևոր աշխատանքը։ Այն պատասխանատու է մեր բջիջների վերանորոգման եւ ջարպերի այրման համար։ Հենց գիշերային սոմատոտրոպինն է կարկատում մեր մաշված անոթները, նորացնում է սրտի հյուսվածքները, լավացնում հիշողությունը, թույլ չի տալիս մեզ արագ ծերանալ եւ որն ամենահաճելին է, ակտիվորեն այրում է փորի վրայի այն նույն ճարպային ծալքերը, քանի դեռ մենք քնած ենք։ Բայց երիտասարդության այս հիանալի հորմոնն ունի մեկ ամենաչար անհաշտիկ թշնամի, եւ այդ թշնամին հենց այդ նույն ինսուլինն է։ Նրանք մեր օրգանիզմում, ինչպես շունն ու կատուն, տանել չեն կարողանում միմյանց։ Ֆիզիոլոգիայի կանոնը հնչում է կոշտ։ Եթե արյան մեջ շատ է ինսուլինը, աճի հորմոնը պարզապես վախենում է, թաքնվում եւ ընդհանրապես աշխատանքի դուրս չի գալիս։ Եվ ինչ ենք մենք ստանում արդյունքում։ Պատկերը պարզ է։ Դուք գիշերը խմեցիք ձեր ջերմորեն սիրված, խելահեղ օգտակար մածունը։ Դուք պարկեցիք քնելու պարտքի կատարման զգացումով։ Ձեր ինսուլինը այս մածունից վարկենապես թռավ մինչև երկինք։ Երիտասարդության հորմոնը մտավ անկյուն եւ չարտադրվեց։ Գիշերը բջիջների վերանորոգում տեղի չի ունենում, օրգանիզմի երիտասարդացում տեղի չի ունենում, ճարպը չի այրվում եւ ոչ մի գրամ։
Ավելին, այն ամբողջ ավելորդ էներգիան, որը դուք կերաք ընթրիքին բարձր ինսուլինի պատճառով, բարեհաջող կերպով ուղևորվում է անմիջապես ձեր ճարպային պաշարներ։ Իսկ դուք առավոտյան ծանր եք վեր կենում ուռած դեմքով, մշուշով գլխի մեջ, կանգնում եք կշեռքին եւ անկեղծորեն չեք հասկանում, թե ինչու է քաշը սողում վերև։ Դուք չէ որ գիշերը ոչ մի փշուր հաց բերաններդ չեք առնում, միայն օգտակար մածնունիկ եք խմում։ Ահա ձեզ եւ ձեր սիրելի սովորության մեդալի հակառակ կողմը։ Եկեք փորփրենք ավելի խորը։ Ինձ մոտ ընդունելությունների ժամանակ անընդհատ լինում են մեծահասակ պացիենտներ։ Գալիս է ինձ մոտ պայմանականորեն պարոն Արամը կամ տիկին Անահիտը, նստում է եւ բողոքում. «Բժիշկ, էլ ուժ չունեմ, ճնշումս տատանվում է, խոլեստերինը սողում է վերև ինչպես խմորիչի վրա, շաքարը սահմանային է։ Թեև ես խիստ դիետայի վրա եմ, սնվում եմ թռչնակի պես, քաղցր չեմ ուտում»։ Սկսում ենք մանրամասն վերլուծել սննդակարգը։ Հարցնում եմ. «Ինչ ունեք ընթրիքին»։ Շոգեխաշած բանջարեղեն ասում է՝ մի կտոր ձուկ։ Իսկ քնելուց առաջ ինչ։ Դե ինչպես թե բժիշկ, քնելուց առաջ սուրբ բան է, կես լիտր մածուն, այն էլ թեփով, մարսողության համար։ Ահա եւ չարի արմատը բարձր շաքարով, նախադիաբետով եւ երկրորդ տիպի դիաբետով մարդկանց համար։ Ինսուլինի այս ամենօրյա գիշերային թռիչքները անվնաս մածունի պատճառով մեթոդաբար օրեցօր հյուծում են ձեր ենթաստամոքսային գեղձը։ Այն աշխատում է մաշվելու աստիճանի։ Օրգանիզմի բջիջները կորցնում են զգայունությունը ինսուլինի նկատմամբ։ Զարգանում է այսպես կոչված ինսուլինակայունություն, ինսուլինոռեզիստենտություն։ Իսկ սա ուղիղ բուլդոզերով մաքրված ճանապարհ է դեպի իսկական ծանր դիաբետ։ Իսկ ինչ վերաբերում է մեր սիրելի խոլեստերինին, որից բոլորն այդպես վախենում են, ապա այստեղ նույնպես գոյություն ունի ուղիղ գիտնականորեն ապացուցված կապ։ Խոլեստերին մենք ստանում ենք ոչ այնքան յուղոտ սննդից, ինչպես շատերն են մտածում։ Խոլեստերինի մոտ 80%-ը մեր լյարդն արտադրում է ինքնուրույն, եւ գիտեք երբ է նա դա անում ամենաակտիվ կերպով։ Երբ արյան մեջ ինսուլինի բարձր մակարդակ է։ Երբ դուք գիշերը մածուն եք խմում, դուք հրահրում եք ինսուլինի արտանետում, եւ ձեր լյարդը դրա ազդեցության տակ սկսում է ուրախությամբ սինթեզել այն նույն վատ, ցածր խոտության խոլեստերինը, որը հետո նստում է ձեր անոթների պատերին, վերածվում է վահանակների, նեղացնում է արտերիաների լուսանձիքը եւ հանգեցնում է ինֆարկտների եւ ինսուլտների։ Այնպես որ եթե դուք արդեն խնդիրներ ունեք շաքարի հետ, եթե սիրտը վատ է աշխատում կամ բարձր է խոլեստերինը, երեկոյան այս կաթնային արարողությունը պետք է հեռացնել ձեր կյանքից անմիջապես, առանց որևէ ափսոսանքի։ Իսկ ինչ կասեք մեր առավոտյան այտուցների մասին։ Ինչու առավոտյան դեմքի երբեմն ճմրթված բարձի տեսք է ունենում, աչքերի տակ պարկեր են կախված, իսկ ամուսնական մատանին մատին ընդհանրապես չի մտնում։ Այստեղ գլխավոր մեղավորը կաթնաթթուն է։ Մածունը իր բնույթով թթվեցնում է օրգանիզմի ներքին միջավայրը։ Այս թթուն չեզոքացնելու եւ իրավիճակը փրկելու համար մեր իմաստուն օրգանիզմը սկսում է ինտենսիվորեն ջուր պահել հյուսվածքներում։ Ջուրը նոսրացնում է թթուն։ Բացի այդ, ցանկացած սպիտակուցային մծերք, որը կերել կամ խմել եք գիշերը, վիթխարի ծանրաբեռնվածություն է մեր երիկամների համար։ Մեր երիկամները 50-անց տարիքում արդեն այն արույղ զտիչները չեն, ինչ 20 տարեկանում էին։ Նրանց գիշերը նույնպես հանգստանալ է պետք, վերականգնվել, իսկ մենք ստիպում ենք նրանց զտել սպիտակուցները մածունից։ Արդյունքում ջուրը պահվում է օրգանիզմում։ Հոգնած երիկամները պարզապես չեն գլուխանում աշխատանքի ծավալից։ Հեղուկը գնում է միջբջջային տարածություն եւ ողջույն ամբողջ մարմնի ծանր առավոտյան այտուցին։ Հոդերը առավոտյան կաշկանդված են, մատները չեն ծալվում, գոտկատեղը ցավում է, իսկ մեղավորը գիշերը խմած մեկ բաժակն է։ Դուք հիմա լսում եք ինձ շատ ուշադիր եւ հավանաբար սարսափով մտածում եք. «Դե վերջ, բժիշկը վերջնականապես արգելեց մեզ մածուն խմել։ Գնամ հենց հիմա թափեմ ամբողջ շշի պարունակությունը լվացարանի մեջ մեղքից հեռու»։ Սպասեք, սպասեք, սպասեք իմ սիրելիներ, միշտ ապեք կտրուկ շարժումներ անել։ Ես ոչ մի դեպքում չեմ ասում, որ մածունը թույն է կամ ինչ-որ վտանգավոր նյութ։ Հակառակը, մածունը ապշեցուցիչ, հոյակապ, եզակի սննդամթերք է։ Դա կենսականորեն անհրաժեշտ կալցիում է օստեոպորոզի կանխարգելման համար։ Դա որակյալ կառուցողական սպիտակուց է։ Դա իսկական կենդանի ջուր է մեր աղիների համար։ Մածունը լի է B խմբի վիտամիններով, որոնք ֆանտաստիկ կերպով հանգստացնում են մեր քայքայված նյարդային համակարգը, բարելավում են ուղեղի աշխատանքը, պաշտպանում են մեր հիշողությունը տարիքային փոփոխություններից։ Բժշկության ամբողջ գլխավոր հարցը կայանում է ոչ թե նրանում, թե հենց ինչ ենք մենք խմում, այլ նրանում, թե երբ ենք մենք դա անում։
Ժամանակը որոշում է ամեն ինչ։ Ինչպես խմել մածունը։ Ճիշտ այնպես, որպեսզի ստանանք դրանից միայն հսկայական օգուտ եւ ոչ մի կաթիլ վնաս։ Հիշեք ոսկե կանոնները։ Կաթնաթթվային մթերքների համար ճիշտ իդեալական ժամանակը օրվա առաջին կեսն է կամ օրվա կեսը։ Մածունը պարզապես հիանալի միջանկյուն ուտեստ է ձեր նախաճաշի եւ հագեցնող ճաշի արանքում, կամ գերազանց հետճաշիկ ցերեկվա ժամը 4-ի կողմերը։ Խմեցիք ձեր բաժակը եւ ձեր աղիքները կուշտ ու գոհ են, եւ նենք ինսուլինը կհասցնի հանգիստ իջնել մինչև բուն երեկո, եւ ձեր երիտասարդության հորմոնին գիշերը ոչ ոք չի անհանգստացնի։ Նա հանգիստ կկատարի իր ոսկերչական աշխատանքը անոթների վերանորոգման եւ ավելորդ ճարպի այրման ուղղությամբ։ Եթե դուք դե ընդհանրապես չեք կարողանում ապրել առանց մածունի երեկոյան ժամերին, եթե դա դարձել է ձեր հոգեբանական կախվածությունը, ապա խմեք այն գոնե քնելուց 2, իսկ իդեալական դեպքում 3-4 ժամ առաջ։ Եվ հանուն Աստծո, պետք չէ այն լիտրերով կուլ տալ, ինչպես ջուրը շոգին։ 200 մլ սա սովորական նախշավոր խորհրդային բաժակն է։ Այս ծավալը ձեր միկրոֆլորային լիուլի կհերիքի։ Եվ ևս մեկ անհավանական կարևոր կանոն, որի մասին շատերը մոռանում են։ Մածունը պետք է լինի խիստ սենյակային ջերմաստիճանի, ոչ թե սառցե սառնարանից։ Սառցե ըմպելիքը ընկնելով տաք ստամոքսի մեջ առաջացնում է լեղուղիների եւ անոթների կտրուկ սպազմ։ Սա հսկայական ստրես է մարսողական համակարգի համար։ Նախապես հանեք շիշը, թող այն հանգիստ մի ժամ մնա խոհանոցի սեղանին, տաքանա բնական ճանապարհով։ Ձեր լյարդը, ստամոքսը եւ ենթաստամոքսային գեղձը այսպիսի հոգատարության համար ձեզ հսկայական մարդկային շնորհակալություն կհայտնեն։ Հիմա եկեք քննարկենք, թե ինչով ենք մենք սիրում խմել այս մածունը։ Ես գիտեմ, որ շատերը, հատկապես կանայք, սիրում են բաժակի մեջ ավելացնել մի գթալ շաքարավազ, մի գթալ մեղր կամ տնական ազնվամորու մուրաբա։ Իբր այն չէ, որ թթու է, իսկ այսպես ավելի համեղ եւ հաճելի է։ Իմ սիրելիներ, ես ձեզ որպես բժիշկ կասեմ, սա իսկական հանցագործություն է սեփական առողջության դեմ։ Շաքարով մածունը ջերմամիջուկային խառնուրդ է։ Ձեր աղիներում նման կոկտեյլից սկսվում է ամենաիսկական բուռն խմորում, գազերի արտադրություն, փորի փքվածություն։ Քաղցր մածունը ոչնչացնում է օգտակար բակտերիաների ամբողջ օգուտը, քանի որ շաքարը սնուցում է վատ սնկային միկրոֆլորան։ Եթե դուք շատ եք ուզում ըմպելիքին հետաքրքիր համ հաղորդել, ավելացրեք այնտեղ սովորական դարչինի մի չնչին պտղունց։ Դարչինը հիանալի համեմունք է, այն ի դեպ գիտականորեն ապացուցված է, գերազանց օգնում է վերահսկել արյան մեջ շաքարի մակարդակը, բարձրացնում է բջիջների զգայունությունը ինսուլինի նկատմամբ եւ մեղմորեն արագացնում է տարիքի հետ դանդաղող մեր նյութափոխանակությունը։ Կամ կարող եք ավելացնել մի փոքր չոր բջջանք, նույն վարսակի կամ ցորենի թեփը։ Սա կլինի հոյակապ ավել աղիների համար։ Միայն հիշեք մեկ երկաթյա կանոն։ Եթե դուք սննդակարգում ավելացրել եք թեփ, դուք պարտավոր եք օրվա ընթացքում խմել բավարար քանակությամբ պարզ մաքուր ջուր։ Հակառակ դեպքում այս չոր թեփը կվերածվի քարի եւ դուք կստանաք դաժանագույն փորկապություն։ Իսկ ահա եթե դուք ունեք բարձր թթվայնությամբ քրոնիկ գաստրիտ, եթե ունեք խոցային հիվանդություն սրման փուլում կամ ձեր աղիները հակված են հաճախակի խանգարումների եւ փորլության, ապա մածունը, հատկապես շատ թարմ մեկօրյա, ավելի լավ է ընդհանրապես հանեք ճաշացանկից։ Թարմ մածունը խիստ խթանում է աղիների մոտորիկան եւ կարող է առաջացնել ուժեղ ցավեր եւ ձեր հիվանդությունների սրացում։ Նման դեպքերում սպիտակուց ստանալու համար ավելի լավ է ընտրել ջերմային մշակման ենթարկված մթերքներ, ոչ եղոնակատնաշորային ջեռեփուկներ, ալարկոտ վարենիքներ, թեթև կատնաշորով բլիթներ, պատրաստված ջեռոցում առանց լիտրերով յուղի։ Եկեք անդրադառնանք եւս մեկ կարևոր ասպեկտի, որի մասին հազվադեպ են մտածում։ Դուք գիտեք, որ օրգանիզմի ծերացումը ըստ էության իրենից ներկայացնում է դանդաղ ընթացող մշտական բորբոքային process։ Եվ սկսվում է այս թաքնված բորբոքային process-ը ամենից հաճախ հենց մեր աղիներում։ Երբ մենք անընդհատ նյարդայնանում ենք, անհանգստանում ենք հեռուստացույցով հաղորդվող նորություններից, տագնապում ենք երեխաների եւ թոռների առողջության համար, գլխում պտտում ենք մռայլ մտքեր, մեր աղիները բառիզբուն իմաստով սեղմվում են ստրեսից։ Այնտեղ արյան շրջանառությունը խանգարվում է։ Օգտակար բակտերիաները այս ստրեսից զանգվածաբար մահանում են, իսկ նրանց տեղը անմիջապես գալիս են վատ վնասակար միկրոօրգանիզմները։ Եվ ահա այստեղ մեր մածունը, որը խմել ենք ցերեկը, ճիշտ ժամանակին աշխատում է որպես լավագույն բնական հանգստացնող դեղամիջոց։ Այն մեղմորեն մարում է այս փոթորիկը, վերականգնում է ստրեսից քայքայված միկրոֆլորան։
Իսկ առողջ, ուժեղ միկրոֆլորան մեր հզոր իմունային վահանն է, որը պաշտպանում է մեզ սեզոնային վիրուսներից, թաքնված ինֆեկցիաներից, անոթների համակարգային բորբոքումից և անգամ տարիքային հիշողության վատթարացումից և դեպրեսիայից։ Գլխավորը մեր տարիքում սեփական սննդակարգին գիտակցաբար, խելքով մոտենալն է, այլ ոչ թե պարզապես ծամել և խմել ինչ-որ բան հին մաշված սովորության համաձայն, չհասկանալով, թե ինչպես է դա աշխատում ներսում։ Ահա մենք ձեզ հետ մանրամասն հերթով վերլուծեցինք երեկոյան սննդակարգի այս ոչ պարզ և շատ կարևոր հարցը։ Այժմ ես խելահեղորեն ցանկանում եմ իմանալ ձեր անձնական սովորությունների մասին։ Խնդրում եմ գրեք հենց հիմա մեկնաբանություններում, թե որ ուտելիքից կամ ըմպելիքից դուք ոչ մի կերպ չեք կարողանում հրաժարվել քնելուց առաջ։ Գուցե դա մի բաժակ տաք թե եփաքսիմատով, խնձորի կեսը, մի կտոր պանիր կամ այնուամենայնիվ հենց այն նույն բաժակ մածուն է։ Իսկ գուցե դուք արդեն վաղուց ոչինչ չեք ուտում երեկոյան ժամը 6-ից հետո։ Եկեք քննարկենք այս ամենը միասին մեկնաբանություններում։ Ինձ որպես բժշկի անհավանական հետաքրքիր է ձեր կենսափորձը և ձեր դիտարկումները սեփական օրգանիզմի նկատմամբ։ Ամփոփելով մեր այսօրվա մեծ զրույցը, ես ուզում եմ ասել ձեզ ամենագլխավոր բանը։ Բնության մեջ չկան բացարձակ վնասակար կամ բացարձակ օգտակար մթերքներ։ Կա ուտելու ճիշտ ժամանակ և կա ճիշտ չափ։ Ձեր օրգանիզմը, նույնիսկ եթե նա արդեն 60, 70 կամ 80 տարեկան է, անհավանական խելացի, նրբորեն կարգավորված, ինքնակարգավորվող համակարգ է։ Նա միշտ կհուշի, թե իրեն ինչ է պետք։ Պարզապես պետք է կարողանալ նրան լսել։ Ականջ դրեք ինքներդ ձեզ։ Փորձեք հանուն փորձարկման ձեր սիրելի մածունը տեղափոխել ցերեկային ժամերին, գոնե մեկ շաբաթով։ Եվ ես ձեզ երաշխավորում եմ, դուք ինքներդ հաճելիորեն կզարմանաք արդյունքից։ Դուք կնկատեք, թե որքան ավելի հեշտ և ուրախ կդառնա ձեզ համար առավոտյան արթնանալը, թե ինչպես հրաշքով կվերանան այդ ձանձրացրած պարկերը աչքերի տակից և այտուցները ձեռքի մատներից։ Ինչպես կհայտնվի այն նույն առավոտյան թեթևությունն ու առույգությունը, որը մեզ բոլորիս այնքան հաճախ չի հերիքում օրերի եռուզեռի մեջ։ Հոգ տարեք ձեր մասին ամեն րոպե։ Պահպանեք ձեր նյարդերը ավելորդ ապրումներից։ Սնվեք խելքով, հասկանալով ձեր օրգանիզմը։ Եվ միշտ հիշեք ոսկե կանոնը։ Առողջությունը հասուն տարիքում հրաշք և թանկարժեք հաբեր չեն։ Սա մեր ամենօրյա փոքրիկ, բայց բացարձակապես ճիշտ սովորությունների արդյունքն է։ Եղեք առողջ, ապրեք երկար, ակտիվ և անպայման հաճույքով։ Մինչ նոր հանդիպումներ։